Հիմա ինչքան են կազմելու, ինչքան է կազմելու այդ 200,000-ի ավել աշխատավարձ ստացողների մուծված գումարի չափը։ Քանի հոգի են եւ որ դա բազմապատկեմ, ես կբազմապատկեմ։ Դուք հոգին ասեք, ես կբազմապատկեմ։ Կարանք թիմնել ասենք, բազմապատկած։ Ավելի լավ։ Տեսեք, ուրեմն մեր հաշվարկային թիվը, որը մեր բանում է, ներկայացված է մեր բանի ընդհանուր բարեփոխման մեջ, որը հասկանում ենք մեր երկրում աշխատավարձերի բարձրացման տեմպը բավականին բարձր է եւ նոյեմբերին, երբ որ կամփոփվի, գուցե մի փոքր շեղում լինի այս թվականակի մեջ։ 284,000 հոգի են, որոնք որ այս պահին ուրեմն 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողներն են։ Եվ նրանց կողմից հավաքագրվելիք սպասվող գումարները 36 միլիարդ դրամի շրջանակներում են։ Այն անձանց թիվը, ովքեր որ պետության կողմից են ապահովագրելու, սա այլ է ենթադրյալ թիվ, որովհետև հասկանում ենք, որ դեռ պետք է ճշգրտենք քաղաքացիությունը եւ ռեզիդենտությունը։ Երեխաները մեր երեխաները 700,000 են, 65+ տարիքի անձինք 480,000 են, բայց սա էլ ասում եմ պիտի ճշգրտի։ Մոտավոր է, հասկանալի է։ Եվ մնացած արդեն ունենք հաշմանդամություն ունեցող անձինք եւ սոցիալապես անապահով անձինք։ Գումարը 150,000 երկուսն իրար հետ։ Այո, 150,000, շատ լավ։ Հիմա պետպատվերի շրջանակներում մենք ինչքան ենք ծախսել, ասենք 25 թվականին, նախատեսվածը եւ սոցփաթեթների շրջանակում ինչքան է Սոցփաթեթների շրջանակներում դա էլ կարող եք բան անել 110,000 հոգի 36,000 դրամի հաշվարկով մի քիչ ավելի, Ընդհանուր բյուջեն 41 միլիարդ դրամ ա եղել սոցփաթեթի շրջանակներում։ Իսկ պետպատվերի շրջանակներում ինչքան։ Պետպատվերը մեր այս տարվա հեսա կճշգրտենք 130 այս հավելյալ մասն էլ հետը հաշվարկած։ Պլանավորվածը 130 միլիարդ։ 130 միլիարդ։ Իսկ փաթեթի շրջանակներում ինչքան է նախատեսված։ Ի նկատի ունեք 26 թվականի ապահովագրության։ Քանի հոգի որ ֆիքսվի, այդքան անգամ 129,600 դրամ։ Լավ, եղավ։ Ես դա էի ուզում ճշտել, հիմա հերթական այս բովանդակային հարցերս արդեն, սրանք թվաբանական հարցերն էին, մաթեմատիկական էսկիզներ, որտեղ